Բարի երեկո սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ նոր 2026 թվականի կապակցությամբ, որ բոլորս մուտք ենք գործել, ուզում եմ ձեզ կրկին անգամ շնորհավորել անցած ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով ձեզ ամենայն բարիք և առողջություն, միշտ եղեք ժպիտով, առողջ, հաջողակ և սեր նվիրեք աշխարհին, որովհետև ամեն ինչի հիմքում ընկած է սերը, այն միակ, այն վեհ զգացողությունը, որ հաղթում է ամեն ինչին։ Սիրելի հետևորդներ, մենք վերջին անգամ հանդիպել ենք 2025 թվականի դեկտեմբերի վերջին, երբ վերջին տեսանյութն էի նկարահանել։ Դրանից հետո տեսանյութ չեմ նկարահանել, ոչ մի տեսակի հաղորդում եթեր չի հեռարձակվել, որովհետև ամանոր էր, բոլորս զբաղված էինք տարբեր գործերով, հյուրեր ընդունելով, ճանապարհելով եւ այլն։ Դրա համար նպատակահարմար գտա, որ անցնի հունվարի 13-ը նոր շարունակենք մեր կիսատ թողած աշխատանքը արդեն նոր տարեթվով, նոր 2026 թվականով։ Սիրելի հետևորդներ, դեղորայքային տեղեկատուն է մեր այսօրվա առաջին թողարկումը լինելու նոր տարվա եւ խոսելու ենք ռինոստոպ դեղամիջոցի մասին։ Բոլորս գիտենք, որ ռինոստոպը հիմնականում այն մարդիկ, ովքեր գրիպով են հիվանդանում կամ որևէ սուրշնչառական վարակով, որը ուղեկցվում է քթի արտահոսքով, շատերը օգտագործում են ռինոստոպ եւ մեծահասակների եւ փոքրերի դեղաչափով։ Ռինոստոպը բավականին հայտնի դեղամիջոց է եւ դեղագործական շուկայում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Ազդողնյութը քսիլոմետազոլին, ռինոստոպը թողարկվում է 0.5% դեղաչափով, որը նախատեսված է երեխաների համար, եւ 0.1% դեղաչափով, որը նախատեսված է մեծահասակների համար։ Մանկականը ցուցված է 2-ից մինչև 6 տարեկան, մեծահասակներին սկսած 6-ից մինչև 12 տարեկան երեխաներ ու դրանից բարձր արդեն մեծահասակներ։ Ինչպես ես արդեն նշեցի, քսիլոմետազոլինը համարվում է ռինոստոպի ազդողնյութը։ Պատկանում է ալֆա ադրենոմիմեցիկ դեղամիջոցների խմբին, որոնք ունեն անոթները նեղացնելու ազդեցություն։ Սիրելի հետևորդներ, ռինոստոպը վերացնում է քթի լորձաթաղանթի այտուցը։ Եթե կա քթի լորձաթաղանթի չորություն, նույնպես վերացնում է։ Ուղեկցող շատ սուրշնչառական հիվանդությունների ժամանակ, որտեղ կա քթի արտահոսք, դարձյալ ռինոստոպը ցուցաբերում է հրաշալի ազդեցություն, բայց միայն այն դեպքում, եթե դուք այն օգտագործեք ճիշտ ձևով, այլ ոչ թե ամեն 15-20 րոպեն մեկ վերցնեն ու փչեն քթանցքին, ինչպես անում են շատ շատերը։ Ամենավերջին ազդեցությունը, որ թողնում է ռինոստոպը մարդու օրգանիզմի վրա, բացում է քթի շնչառությունը եւ փակվածությունը։ Սիրելի հետևորդներ, ռինոստոպ, օտրիվին, սնուպ եւ նմանատիպ այլ դեղամիջոցներ սպրեյի տեսքով, որոնք վաճառվում են դեղատներում, ունեն հստակ օգտագործման ցուցումներ, բայց ես շատ եմ ականատես եղել, լսել տարբեր դեպքեր, նույնիսկ իրավիճակներում եմ ներկա եղել, երբ մարդիկ կլինի ռինոստոպ, կլինի սնուպ, օտրիվին կամ մեկ այլ դեղամիջոց, ամեն կես ժամը մեկ վերցնում եւ փչում են քթանցքներին, հետո անցնում է 5-10 օր, գալիս են դեղատուն ու սկսում են բողոքել, որ տվյալ դեղորայքը վատն է, իրենց չի օգնում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ պետք է ասեմ, որ ոչ թե դեղամիջոցն է վատը, այլ վատը այն է, որ հերիք չի դեղամիջոցի ընդունման ձևը չեն իմանում, դրան գումարած մի հատ էլ ներդիր թերթիկը չեն կարդում, դա էլ չհաշված մի հատ էլ մասնագետի ցուցումը չեն լսում։ Ես ինքը շատ եմ ականատես եղել նման դեպքերի, սրանք ունեն հստակ ցուցումներ, ունեն հակացուցումներ, երբ է կարելի, երբ չի կարելի, չի կարելի քթի համար նախատեսված սպրեյը վերցնել ու ամեն 15-20 րոպեն մեկ կամ ամեն ժամը մեկ, 2 ժամ մեկ փչել քթանցքին։ Սա կներեք արտահայտությանս, բայց ամենաանգրագետ սխալն է, որ թույլ են տալիս մեր հասարակության մեջ։ Ռինոստոպը, սիրելի հետևորդներ, ցուցված է հետևյալ դեպքերում. գրիպի ժամանակ ուղեկցվող անդադար քթի հոսք, ռինիտ, սինուսիտ, միջինական ջաբորբ, ինչպես նաև ռինոստոպը հանդիսանում է այն թերապիայի մասը, երբ հիվանդին նախապատրաստում են քթի լորձաթաղանթի որևէ միջամտություն իրականացնելու համար, բայց իհարկե սա բժշկի ցուցումով է։ Ամենահիմնական պատճառը, որ կստիպի հաճախորդին հասնել դեղատուն ու գնել ռինոստոպ, դա կլինի քթի փակվածությունը կամ քթի հոսքը սուր շնչառական վիրուսների ժամանակ։
Ռինոստոպը հակացուցված է հետևյալ դեպքերում՝ բարձր զարկերակային ճնշում, հատկապես 55 տարեկանից հետո խմբում գտնվող անձանց մոտ, հակացուցված է տախիկարդիայի դեպքում, հակացուցված է աթերոսկլերոզի, գլաուկոմայի, հղիության ժամանակ, իսկ շաքարային դիաբետի դեպքում բացառապես թույլատրվում է բժշկի հսկողության ներքո։ Ռինոստոպի ընդունման կարգը հետևյալն է, սիրելի հետևորդներ, ուրեմն մանկական դեղաչափը նախատեսված է 2 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաների շրջանում թույլատրվում է յուրաքանչյուր փչոցից մեկ փչոցից յուրաքանչյուր քթանցքին օրական 3 անգամ եւ ոչ 3 անգամից ավելի, բացառված է 3 անգամից ավել կաթեցնելը փչելը, որովհետեւ խիստ հակացուցված է։ Ու յուրաքանչյուր ընդունման կարգի ժամանակ, երբ պետք է ռինոստոպը փչեք, ինտերվալները այդ 3 անգամը բաշխում եք այնպես, որ յուրաքանչյուրի մեջ ինտերվալը լինի 4-ից մինիմում 5 ժամ։ Դրանից շուտ աշխատում եք ռինոստոպը չկիրառել։ Այսինքն կաթեցրեցիք առավոտյան, 4-5 ժամ անցնում է, մի հատ ցերեկն եք անում, նորից 4-5 ժամ անցնում է, անում եք երեկոյան։ Նույնը վերաբերվում է մեծահասակներին, բայց արդեն մեծի դեղաչափով 0.1%-անոց սպրեյերը, որոնք վաճառվում են դեղատներում, կրկին թույլատրվում է մեկ փչոցից յուրաքանչյուր քթանցքին օրական 3 անգամ, դարձյալ 3, 4, 5 ժամ ինտերվալը պարտադիր պահելով, դրանից հաճախ անելը խստիվ արգելվում է։ Իսկ կողմնակի երևույթներից ամենահաճախը, որ կհանդիպի, դա սրտխառնոցն է, սակայն երբ դեղի ընդունումը դադարեցնում եք, հիվանդը առողջանում է, կողմնակի երևույթը ինքնին վերանում է։ Ռինոստոպի մասին ինֆորմացիան այսքանն է, սիրելի հետևորդներ։ Մեր հաջորդ տեսանյութերը, որոնք մեզ սպասում են, լինելու է էսթետիկ բժշկության մասին հաղորդաշարը եւ խոտաբույսերի շքերթի մասին հաղորդաշարը։ Լավ մնացեք, իսկ մենք էլի հանդիպելու ենք։